Հաշվեհարդարի դատավարություն Արցախի խորհրդարանի նախկին նախագահը Բաքվի բանտից այսպես է մեկնաբանում այն դատական գործընթացը, որով անցնում են ադրբեջանական զնդաններում ապօրինաբար պահվող հայերը 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում վճիռներով։ Դրանք ի դեպ արդեն վերաքննիչ ատյանում են։ Այստեղ էլ օրերս նախնական նիստ են հրավիրել քննության առել հայ գերիների բողոքները։ Միայն թե մինչև օրս նրանք չգիտեն ինչի համար են դատվել, վճիռները չկան։ Մինչև հիմա ոչ պաշտպանական կողմը, ոչ մեղադրող կողմը ընդհանրապես չեն ստացել այդ դատավճիռը, դատավճռի ամբողջական տեքստը, ստացել են միայն խաղվածքը։ Իշխանյանը վերաքննիչի նախնական նիստում դարձյալ միջնորդել է, որ պաշտպանական խումբը հնարավորություն ունենա ծանոթանալ ամբողջական դատավճռին, սակայն Ալիևի դատարանը հերթական անգամ գլուխը ձախից աջ է տարել, մերժելով այն։ Վճռի առկայությունը ամենակարևոր գործոններից է, որպեսզի անձը իմանա կոնկրետ իրեն ինչի համար են դատապարտել, ինչի հիման վրա, այսինքն ինչ ապացույցների հիման վրա, որպեսզի կարողանա դա պատշաճ բողոքարկի։ Այսինքն վճռի չտրամադրելը դա արդար դատաքննության եւ բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է։ Սա իրականում շարունակությունն է, այսինքն իրենք ձև են անում, որ ինչ որ ընդհանրակարգերի են հետևում, նախատեսված է վերաքննիչ բողոքի քննում, անում են, բայց ըստ էության բովանդակային իմաստով սա իրավունքի իրացում չէ, այլ ձևականություն է։ Երևանում մինչև օրս նույնիսկ չգիտեն Բաքվի վերաքննիչը որ գործերով է բողոք ընդունել։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դիմումներն օրինակ անհետացել են, չկան։ Այս մասին էլ նա էր օրերս հայտնել ընտանիքի հետ զրույցում։ Հերթական անգամ տեսնում ենք, որ տարական անգամ երաշխիքներ չեն ապահովում, որպեսզի գոնե թեկուզ եւ արհեստական կամ արդար դատաքննության չապահովող դատավարության շրջանակներում ամբաստանյանները կարողանան իրենց իրավունքը իրացնել։ Բաքվից Դավիթ Իշխանյանը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմելուց բացի իր դատավճռի հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակներն ընտանիքին փոխանցելու խնդրանքը հասցրել է նաև Ադրբեջանի օմբուդսմենին։ Նաև խոստացավ, որ մի բան կանի, որպեսզի ադրբեջաներեն տարբերակը իմ ընտանիքին, իմ հարազատներին հասնի, բայց ոչ Հայաստանի պաշտպանից մարդու իրավունքների, ոչ Ադրբեջանի որևէ նորություն, որևէ տեղեկատվություն չկա։ Ցավոք սրտի Հայաստանի մարդու պաշտպանը որևէ լծակ չունի դա երաշխավորելու։ Կարող է իհարկե փորձել միջնորդել, բայց ըստ էության սա էլ է խախտման ցուցիչ այն իմաստով, որ դու չպետք է երրորդ կողմի ներգրավմամբ ստանաս այն, ինչը օրենքով նախատեսված է, որ քեզ պետք է տրամադրեն, այն էլ ոչ միայն տրամադրեն, այլ տրամադրեն այն լեզվով, որը դու հասկանում ես։ Հայերի բողոքներով առաջին դատական նիստը վերաքննիչում նշանակել են հուլիսի 2-ին, մինչև այդ նրանք ու նրանց հարազատները կշարունակեն փնտրել գլխավոր հարցի պատասխանը, ինչի համար են մերոնք ճաղերի հետևում հայտնվել։ Էդվարդ Պողոսյան, Ժամ լրատվական։